Մենք չենք կարա Եվրոպայի մաս կազմել։ Մենք 200 տարի է մեր ճակատագիրը կապված է ռուսին հետ։ Այսօր ինչ որ կատարվում է նման է մեկը իր գնգանը թողի սիրուհու մոտ գնա։ Բա հետևանքները։ Հետո մենք ժամանակին հաղթել ենք Արցախում, որպես ազատամարտիկ բոլոր պատերազմների մասնակից ասում եմ։ Մեր տիկուն կամուր է ռուսներ կանգնած Թուրքիոտ են։ Արցախը դվին։ Չգիտեմ ինչ են ուզում տալ։ Հայաստանի ստրատեգիական թիրքերը զիջեցին։ Հիմա էլ գնում են Եվրոպա։ Չի լինի։ Հետո Նիկոլ Փաշինյանը ինչ որ անում է նման է ճիշտ ինչի նմանացնում, այսինքն թշնամու հետ զինաթաթար է սանելու, մնացել է 5 բագաս, իր ամբողջ արսենալը խփում է հակառակորդի վրա։ Այսօր մնացել է իրան հաշված օրեր Նիկոլին, ինքը վերջի իր վադությունները ուզում է անի Հայաստանի ու այն ժողովրդին հանդեպ։ Այստեղ իմ բանջը որն է, բանջը է դա որ բրձնենք տավաճաններից, ներքին տավաճաններից։ Ու մեջկապես մտածենք, թե ինչ պետք է անենք, Հայաստանը ինչպես առաջ տանենք, տնտեսությունը ինչպես դզենք, բանակը ինչպես ետ վերագառուցենք, Արցախի ժողովրդի իրավունքները ինչպես դեր կանգնենք։ Այստեղ շատ հարցեր կան։ Եվրոմիություն, սրանք բարավ են։ 100 տարի առաջ, 20 տարի առաջ էլ եվրոպացիները մեզ տավաճանել են։ Այսինքն ինչը մոռանանք, ցեղասպանությունը մոռանանք, եվրոպացիների աչք փակելը 1915-ին եւ դրանից առաջ, թե մի քանի տարի առաջ Արցախի ցեղասպանությունը աչք փակեցին։ Այստեղ բանջ էլ կա, այստեղ սովորացնելու, բացատրելու հարցեր էլ կան, որ մեկի մասին խոսեք։ Նորից եմ ասում, մնացել է հաշված օրեր Նիկոլ Փաշինյանի, նա իր վերջի վատություններն անում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Ուրիշ հարց ունեք։ Պարոն Աջեմյան, հավատում եք, որ ընտրություններով հնարավոր կլինի ճանապարհել իշխանություններին։ Գիտեք, երբեմն հավատում եմ, երբեմն կասկածում եմ։ Օրը գա ու ամեն ինչ կերևա։ Չեմ կարծեր, որ եթե խարդախություն անեն, այս անգամ ժողովուրդը լրելու իրավունք ունի կամ ընդդիմությունը անդարբեր մնալու իրավունք ունի։ Պետք է ընդվզումը լինի, պետք է մեր իրավունքներին, մեր ցայնին դեր կանգնենք։ Հիմա տեսեք, այս եվրոպացիները, որ եկել են, հա, եւ նաեւ տարբեր երկրների ղեկավարներ, նախագահի, վարչապետի մակարդակով եկել են, մասնակցում են գագաթնաժողովին եւ իրենք նաեւ հայտարարում են, որ աջակցում են Հայաստանի Հանրապետության ներկա իշխանություններին ու դա իրականացվում է ընտրություններից առաջ։ Ես չգիտեմ ինչպես է ազդում է իրանց, ի վերջո հայ ժողովուրդն է քվեադուպ գնացող եւ քվեարգողը։ Փառք Աստծո։ Գիտեք, այդ որ հին ասացված կա ասում է լուսամուտը թուրը լավ պագի ու հարևանի կողմի հանի, այսինքն ուղեղը դաշխատա, ուզած ինչապ թող իրանք էլ կորան հու անեն, թմթմփու անեն, այս եկող կակատնաժողովի մասնակցողները։ Այսինքն հիմա ես կանգնեմ ասեմ ասված չկա, ամեն մարդ մի հավատա ասված չկա, եվրոպացիները ասում են Նիկոլը լավ է, ուրեմն Նիկոլը լավ է։ Բարդ բան է ես ասպաներուն չեմ հավատար։ Ես էլ եմ շնորհակալ։